Elroom-ի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elroom-ում եք։ Կանանց միամսյակի ընթացքում մարտի 8-ից ապրիլի 7-ը Elroom-ում կանայք են, ովքեր կարողանում են ի վերջո ասել, որ աշխարհում անհնարին ոչինչ չկա։ Ովքեր միշտ կարողանում են ունենալ երազանքներ, հստակ նպատակների դրանք վերածել եւ ամենակարևորը գտնել այն քայլերի հերթականությունն ու հաջորդականությունը, որով իսկապես հնարավոր է շատ-շատերի կյանքում անհնարինը հնարավոր դարձնել։ Մենք դուք գիտեք, որ հնարավորություն ենք ունենում զրուցել նաև օվկիանոսից այն կողմ մեր հետաքրքիր ու տարբերվող հայուհիների հետ։ Գիտեք, կանայք աշխարհում կարող են շատ տարբեր ասպարեզներում ստեղծագործել, բայց մի մեծ ու կարևոր առանձնահատկություն կա։ Երբ կարողանում ես իսկապես ձևակերպել երազանքդ եւ ունենալ հստակ քայլեր, այս դեպքում հաջողությունն, ինչպես ասում են, առաջնորդում է քեզ։ Ոչ թե բացում է դռները քեզ համար, այլ դու կարողանում ես բացել քո ճանապարհը հենց հաջողության դռների միջոցով։ Եվ ինչ վերաբերում է երեխաներին, երեխայի զարգացման ամենակարևոր ու հիմնական տարիքը իհարկե նախադպրոցական տարիքն է, մենք այս մասին շատ հաճախ առիթ ունենում ենք խոսելու, մենք միշտ ասում ենք, որ այս տարիքում է ձևավորվում մարդը։ Եվ գիտեք, կնոջ հաջողության, կնոջ համար իր հաղթանակների մի առանձին ու եզակի ուղղություն է, երբ կարողանում է ասել, որ ինքը հաջողել է եւ իր երեխայի հենց այս տարիքը եղել է հենց այն տեղում, որտեղ երեխաները երջանիկ են։ Մենք այսօր հետաքրքիր ու տարբերվող կնոջ հետ ենք զրուցելու, ով ոչ միայն իր մասնագիտական ուղղությունը, այլև իր տեսակով կարողանում է իրականում երեխաների կյանքում ինչ-որ բան փոխել։ Ոչ միայն իր բնավորությամբ, իր այսպես եռանդով, շատ հետաքրքիր էներգիայով միշտ ու ամեն ինչ հասցնող, այլև իր պրոֆեսիոնալիզմով։ Քիչ է պատահում, որ այս երկու հզոր էներգիաները հատվում են։ Այսօր հենց այսպիսի հանդիպում ունենք ու ես շատ ուրախ եմ, որ հենց կանանց միամսյակի ընթացքում հնարավորություն ունեցա ծանոթանալ այսքան հետաքրքիր ու տարբերվող կնոջ հետ։ Սիրով այս պահին նաև ձեր անունից Elroom-ում ուզում եմ ողջունել Peekaboo եւ Play and Grow Child Care-ի հիմնադիր տնօրեն, երեխաների զարգացման եւ աուտիզմի մասնագետ, Լոս Անջելեսի քոլեջի դասախոս Անահիտ Հովհաննիսյանին։ Անահիտ, ես շատ ուրախ եմ, որ առիթ ունեցանք ծանոթանալ։ Բարև ձեզ Լիլի ջան, շատ հաճելի է, շնորհակալ եմ շատ հրավերի համար։ Ես եմ շնորհակալ, ես ուզում եմ շնորհավորել ձեզ, կանանց միամսյակի այս ընթացքում ասում են բոլոր օրերի մեջ աշխարհի որ անկյունում էլ լինի, մի քիչ մեր տոնն ենք զգում։ Ունեք այդ զգացողությունը այդտեղ օվկիանոսից այն կողմ։ Այո, օվկիանոսից այս կողմ նույնպես էլի ունենք այդ զգացողությունը, անհամբեր սպասում ենք, որ տոները սկսենք։ Ձեզ շնորհավորում եմ կանանց եւ մայրերի եւ գեղեցկության առիթով։ Շնորհակալ եմ Անահիտ, ձեր թույլտվությամբ կանանց պատմությունները ասում են, որ միշտ շատ հետաքրքիր են, երբեք չգիտես, որ ճանապարհը ինչ մեծ դռներ կբացի, բայց ձեր օրինակով կարծում եմ, որ շատ կարևոր մի բան կա, երազանքի, պետք է ինքդ քեզ լսես ու կարողանաս հասկանաս, որն է քո երազանքը եւ ինչ կարող ես անել այդ ուղղությամբ գնալու համար։ Այո, համաձայն եմ շատ, երազանքները տարբեր են լինում, տարբեր տարիքից է սկսվում եւ հեշտ չէ, խոչընդոտները շատ են լինում կյանքում շարունակելու համար, բայց ամեն ինչ հնարավոր է։ Եթե կա մեծ ցանկություն, ոչինչ չի կարող խանգարել հասնելու երազանքներին։ 9-րդ դասարանում արդեն ձեր քրոջ եւ եղբոր հետ մեկնել եք նահանգներ, քանի որ ձեր ծնողներն արդեն 3 տարի այնտեղ են եղել, այսինքն նախատեսված էր, որ պիտի մեկնեիք, բայց ինչ որ ուղղություն չէիք ընտրել եւ այնտեղ պիտի կարծես սկսեիք ինչ որ բան նոր կետից, նոր հարթությունից, Անահիտ։ Ծնվել եւ մեծացել եմ Հայաստանում, Երևանում, Կոմիտաս շրջանում, հաճախել եմ 145 դպրոցը Սիլվա Կապուտիկյանի անվան, այնուհետ եղբորս եւ քրոջս հետ տեղափոխվեցինք Միացյալ Նահանգներ վերաբիավորվելու մեր ծնողներին։ Մինչ այդ մնում էինք տատիկ-պապիկիս հետ Հայաստանում, տեղափոխվեցինք Միացյալ Նահանգներ, Լոս Անջելես, ապրեցինք Հոլիվուդում եւ այդպես է սկսվեց իմ ճանապարհը, այսպես ասած։ Հաճախել եմ Hollywood High School դպրոցը եւ այդպես շարունակել։ Այո, եւ շարունակել, հետո նաեւ սովորել եք Pasadena City College-ում, այնուհետեւ Կալիֆոռնիայի Փաստորեն պետական համալսարանում եք նաեւ շարունակել սովորել։ Այո, դպրոցից հետո նախ ասեմ, որ դպրոց, որ հաճախեցի, ավագ դպրոց Hollywood High School, անգլերեն չեմ իմացել եւ դա հեշտ չէ։
0-ից սկսելով դպրոցը եւ լեզուն սովորել եւ նոր միջավայր, տարբեր ազգերի հետ այդ ամեն ինչը սովորելը հեշտ չէ դեռահաս տարիքի աղջկա համար։ Սովորեցի լեզուն, ավարտեցի գերազանց, տեղափոխվելով Pasadena City College, մտածում էի, որ սովորելու եմ իրավաբանական մասնագիտությամբ։ Վերցնում էի դասերը, բայց ինչ որ շատ էի սիրում, բայց ինչ որ մի բան միշտ պակասում էր, որ ասում էի, չէ, ինչ որ մի բան պակասում է, սա իմը չէ։ Վերցրեցի երեխաների զարգացման դասընթացը եւ այդտեղ ասացի, որ հենց սա իմն է։ Եվ շարունակեցի դասընթացները վերցնել ավելի շատ դասեր երեխաների զարգացման եւ հոգեբանության հետ կապված։ Այնուհետ տեղափոխվեցի համալսարան Cal State Northridge համալսարանը եւ ավարտեցի հոգեբանության մասնագիտությունով, իսկ հետո կրթական հոգեբանությունը վաղ մանկության եւ կրթության մոտեցումով։ Շատ փոքր տարիքում է ձեզ համար պարզ դարձել, որ հոգեբանությունը եւ հատկապես երեխաների հոգեբանությունը երևի ամենակարևորն է մարդուն հասկանալու եւ նաեւ մարդ ձևավորելու գործում։ Այո, շատ վաղուց, երբ որ սկսեցի արդեն այս դասընթացների մեջ ավելի խորանալ, հասկացա, որ դա միշտ է իմը եղել, նույնիսկ փոքր տարիքից երևի 8-9 տարեկան էի Հայաստանում միջոցառումներ, ելույթներ, ճամբարներ էի կազմակերպում, ջանգյունումներ էի կազմակերպում։ Նույնիսկ հիշում եմ, որ կանչել էինք հայկական հեռուստաալիք, մանկական հեռուստաալիք, եթե չեմ սխալվում, հայրենիք էր կոչվում եւ եկան եւ նկարահանեցին մեր ելույթներից մեկը եւ ցույց տվեցին հեռուստացույցով։ Այսինքն այդ տարիքից միշտ եղել է իմ մոտ այդ ոգևորությունը, հավաքել բոլոր երեխաներին միասին, կազմակերպել ինչ-որ մի բան, օգնել նրանց աճել եւ զարգանալ։ Եվ ճիշտ է, մի քիչ ժամանակ տևեց ինձանից, որ հասկանամ հենց դա եմ ուզում, բայց ի վերջո հասկացա եւ հասա։ Այո, Անայդ, այնքան հետաքրքիր է ձեր ճանապարհը, այսինքն շատ-շատերը մտածում են, հա, այդպիսի ծրագիր ունենում են հենց սկզբից, ինչ որ child care հիմնելու, հետո նոր սկսում են սովորել, իսկ դուք փաստորեն այս ասպարեզը ձեզ հետաքրքրել է, հետո երկար փորձ ունեք աշխատելու շատ տարբեր պետական եւ մասնավոր ամերիկյան նաեւ մանկապարտեզներում, նախակրթարաններում, եւ հետո 11 տարի առաջ արդեն այդ որոշումը ունեցաք բացեցիք փաստորեն, առաջինը Peekaboo-ն եւ երկրորդը դեռ նորաբաց է Play and Grow։ Ինձ համար կրթությունը ամենագլխավոր բանն է, ամեն ինչի հիմքը եւ ճիշտ դնելը, սկսելը դա կրթությունն է, որը որ սկսվում է շատ վաղ տարիքից։ Երեխաների ուղեղը այնքան ճկուն է եւ այնքան հնարավորություն ունեն սովորելու, որ եթե վաղ տարիքին չտանք այդ ամեն ինչը, ճիշտ ծերմերը չդնենք, արդեն չեք կարողանա իրենց օգնենք, որ ավելի ճիշտ ապագա ունենան, ավելի պայծառ ապագա։ Մայրիկիս հետ ենք մանկապարտեզները բացել, այսինքն մտահղացումը եղել է երկուսինս միասին, մայրս ինքն իրենով շատ հոգատար, շատ երեխասեր է եւ մի օր ասեցինք, ինչու ոչ, ես ունեմ կրթությունը, գիտելիքները եւ ռեսուրսները, դու ունես այդքան տարիների փորձ որպես ծնող եւ 11 տարի առաջ բացեցինք մեր առաջին մասնաճյուղը Peekaboo-ն, Peekaboo Family Child Care եւ այս վերջերս բացել ենք մեր երկրորդ մասնաճյուղը, որը կոչվում է Play and Grow։ Մանավանդ այնքան ձեր մեջ շատ բան կա երեխաներին տալու, որ դուք կարող եք շատ մի քանիսը բացեք եւ ինձ թվում է, որ ամեն ինչ ու բոլորին կհասցնեք ու կկարողանաք տալ, ձեր այդ էներգիան կբավարարի։ Իսկ նաեւ այստեղ շատ մեծ առանձնահատկություն կա, որ նեղ մասնագիտացումը ձեր փաստորեն երեխայի զարգացման եւ դուք հետաքրքիր ձևակերպում տվեցիք, որ երեխային պետք է տեսնել ամբողջական, հա, հոգեբանությունը, ոչ թե միայն կրթությունը, միայն ինչ որ մի ուղղությամբ զարգանալը։ Այո, շատ ճիշտ է։ Երբ որ նայում ենք երեխային եւ աշխատում ենք իրենց հետ, մենք գործ ունենք մարդու հետ, շատ փխրուն ուղեղով եւ շատ փխրուն հոգեբանությունով մարդու հետ։ Եվ միայն հոգեբանությունը կամ ֆիզիկապես զարգանալը չի, այլ ամբողջ երեխան է, որի մեջ մտնում է այո եւ հոգեբանությունը, եւ իրենց կրթությունը, եւ մոտորիկան, խոսքի զարգացումը, եւ նաեւ իհարկե ծնողների հետ աշխատելը եւ համագործակցելը։ Ինչքան որ փորձ ունենք, ինչքան որ աշխատում ենք երեխաների հետ, այո, դա այսպես ասած համոզմունք է լինում, որ երեխան միայն երեխայի հետ աշխատելով չի լինի։ Դա ընդհանուր թիմ է, դա ընդհանուր դպրոց, մանկապարտեզ, տուն, ընտանիք միջավայրն է եւ եթե բոլորս միասին չաշխատենք, չենք կարողանա ճիշտ օգնությունը տանք երեխային։
Այո, փաստորեն 11 տարի սա բավական մեծ ժամանակահատված է, արդեն այսինքն այս երեխաները այդ իրենց կարևոր փուլը անցել են, գնացել են դպրոց, ես գիտեմ, որ արձագանքներ շատ դրական արձագանքներ ունեք ոչ միայն ծնողներից, այլև դպրոցներից, ինչը կարևոր է երևի child care-երի համար, եւ անհրաժեշտություն եղավ երկրորդը բացելու։ Նախ ասեմ, որ 11 տարի առաջ որ բացեցինք Peekaboo մանկապարտեզը, դեռ այդ ժամանակ շատ հայկական մանկապարտեզներ, ընտանեկան տան մանկապարտեզներ շատ չկային, երևի շատ հաշված տեղեր կային եւ միշտ սպասողներ շատ են ունեցել, շատ ընտանիքներ են ունեցել, որ միշտ սպասել են եւ միշտ մերժել են, ասել են, որ տեղ չունենք, որովհետեւ մենք քանակի վրա չենք աշխատում, այլ որակի եւ մենք ավել երեխաներ չենք վերցնում, այսինքն եթե մեր լայսենսը 14 բալիկի համար է, դրանից ավել չենք վերցնում։ Եվ ասացինք, որ այսքան պահանջը կա եւ սիրում են մեր փոքրիկ 11 տարի առաջ ովքեր որ ավարտել են, գալիս են, այցելում են մեզ։ Այսինքն նրանք նույնիսկ այդքան տարիների հետո մեզ չեն նորանում, գալիս են եւ բոլորը ասում են պետք է անեք, ինչու՞ չէ։ Եվ դրա համար որոշեցինք, որ երկրորդ մասնաճյուղը բացենք, չի տարբերվելու, այսինքն նույն ծրագիրն է լինելու, նույն ցանկությունները, որ մենք ուզում ենք օգնենք մեր երեխաներին ավելի լավ, պայծառ, ուրախ եւ անհոգ մանկություն ունենան մեզ մոտ եւ նաեւ մենք դնենք ճիշտ արմատները, ճիշտ ծերմերը, որպեսզի կարողանան ավելի լավ ապագա ունենան։ Այո, այստեղ նաև կարևոր առանձնահատկություն կա, այսինքն ոչինչ ստիպողաբար չի եւ հիմքը ամեն ինչի հիմքը դրված է խաղի վրա։ Այո, ամեն ինչ խաղի միջոցով է, եթե ուզում ենք, որ բալիկները, փոքրիկները զարգանան, պետք է նրանք իմանան, թե ինչ է խաղը, ինչ է խաղալիքը, ովքեր որ Հայաստանում են մեծացել մեր հանդիսատեսներից, գիտեմ, որ բոլորս խաղի միջոցով ենք մեծացել, դրսում խաղալն է, գնդակ խաղալն է, միասին շփումն է, երեխաների շփումը եւ ցավոք այսօր դա բացակայում է շատ տեղերից։ Դրա համար գոնե մանկապարտեզում եւ միշտ մեր ընտանիքներին ծնողներին ասում ենք, որ երեխան սովորում է խաղի միջոցով, նրանք պետք է կպնեն, շոշափեն, զգան, օգտագործեն իրենց բոլոր հմտությունները եւ զգայականները, որպեսզի կարողանան սովորեն ինչ-որ մի նոր հմտություն։ Այո, ըստ էության հիմա սոցիալիզացիան ամենամեծ խնդիրն է երևի աշխարհում, հատկապես ճիշտ է այդտեղ նահանգներում նշում են, որ ավելի շատ է։ Այսինքն, այստեղ նաև այդ իրական շփման հնարավորությունն եք դուք տալիս ու դրա վրա շեշտ եք դնում առանձին։ Այո, դա շատ մեծ դեր է խաղում, որ երեխան պետք է ունենա մարդկային շփումները եւ իրենց տարիքի բալիկների երեխաների հետ եւ նաեւ մեծերի հետ, սովորեն մեծին հարգելը, սովորեն ինչու՞ չէ նաեւ մեր հայկական մշակույթը եւ ավանդույթը, որովհետեւ մենք ինքներս այդպես ենք մեծացել եւ շնորհակալ եմ ծնողներից, որ այո, որ հենց ինձ մեծացրել են Հայաստանում, որ կարողացել են տալ այդ ամեն ինչը, որ մենք ստացել ենք, որովհետեւ այո, այդ սոցիալական հմտությունները եւ շփումը շատ կարեւոր մաս է մեր բոլորի կյանքում, որ անկախ ինչ են մարդիկ դառնալու եւ ինչ մասնագիտություն են ընտրելու, մարդկանց այդ շփումը պետք է լինի։ Հիմնականում հայ երեխաներ են ձեզ մոտ, Անահիտ, ինչպես է եւ Հիմնականում հայ երեխաներ են սկզբից բացելուց այնպես չի, որ մտածել ենք, որ միայն հայ բալիկների երեխաների համար է լինելու, բայց այդպես ստացվեց հիմնականում հայ են, ունենում ենք օտար երեխաներ, այս պայն ունենք երկուսը, որոնք որ սովորում են հայերեն, եւ ծնողները շատ ուրախ են, շատ ողջավորված են եւ ասում են ինչու ոչ, Լոս Անջելեսում ապրելով հայերեն սովորել եւ իմանալը միայն իրանց կօգնի հետագայում։ Այո, իսկապես։ Եվ բացի դրանից կարծում եմ, որ այդ վստահությունը, քանի որ 11 տարվա ընթացքում արդեն մեծ վստահություն ունի Peekaboo-ն, այս վստահությունը նաև հայկական այդ միջավայրի հանդեպ կա, չէ, Անահիտ։ Այո, անպայման։ Դրանից բացի ծնողները եւ ընտանիքի անդամները ցանկացած պահի կարող են այցելել մանկապարտեզ իրենց փոքրիկների հետ ժամանակ անցկացնելու համար։ Այսինքն պետք չունեն նախորդ զանգահարել մեզ զգուշացնեն, պետք չունեն հատուկ ինչ-որ ժամադրություն վերցնելու, ցանկացած պահի կարող են գալ, նստել, ինչու՞ չէ, տեսնել իրենց բալիկները ինչով են զբաղվում ամբողջ օրը մանկապարտեզում, ինչպես են զարգանում։ Նաև ունենք տեսախցիկներ, որ ամբողջ ճիշտ է վստահությունը արդեն կա, բայց յուրաքանչյուր ծնող որպես ծնող ավելի իրան հանգիստ կզգա, որ ցանկացած պահի կարողանա իր հեռախոսով բացել եւ տեսախցիկներով տեսնել երեխան ինչ է անում այդ պահին։ Կամ նույնիսկ երբ որ ոչ թե վստահություն, այլ կարոտում են եւ ուղղակի ուզում են մի պահ տեսնել իրենց փոքրիկը ինչ է անում եւ ավելի հանգիստ իրենց կա։ Եվ Peekaboo-ում եւ Play and Grow երկու մանկապարտեզներում էլ child care-երում էլ այս կանոնները գործում են։ Այո, մեր
երկու մասնաճյուղերում էլ ամեն ինչ նույնն է, սկսված սնունդից մինչև տեսախցիկները եւ ամբողջ ծրագիրը նույնն է։ Այո, սնունդը ես գիտեմ, որ առողջ սնունդ է, առանց քաղցրի եւ հատուկ խոհարարն է պատրաստում, հա։ Այո, ամեն ինչը տնական, քանի որ ընտանեկան մանկապարտեզ է, մենք փորձում ենք ինչքան հնարավոր է դա պահել եւ ունենալ մաքուր, առանց որևէ քաղցրի, առանց որևէ ավելնորդ բաղադրությունների սնունդը, ամեն ինչը պատրաստվում է տան մեջ, որ բալիկները նույնիսկ տեսնում են, մասնակցում են շատ ժամանակ, շաբաթը մեկ օր ունենում ենք ինչ-որ մի բան պատրաստելու դասընթաց, այսինքն անցած շաբաթ օրինակ գաթա էին պատրաստում երեխաները միասին։ Եվ ովքեր որ վաղուց են գալիս, իրանք արդեն ունեն են հմտությունները, գիտեն թե վաղ ինչ է պետք, ինչ պետք է մեջը լցվի, ինչպես պետք է արդեն այդ հմտությունները ունեն, որովհետև դա իրանց համար սովորական օրվա մի մաս է, միշտ տեսնում են, իրենց աչքի առաջ է ամեն ինչ արվում եւ իրենք է մասնակցում են։ Անայդ շատ հետաքրքիր է, այսինքն հայկական գաթան, նույնիսկ եթե օտարազգի երեխաներ են, այնտեղ այդ բաղադրատոմսերը դուք դարձնում եք իրենցը, իրենք որ մեծանան արդեն կհիշեն, որ իրենք պատրաստում էին հայկական գաթա։ Այո, եւ ոչ միայն պատրաստում, այլ նաեւ տանում մի փոքր մաս իրենց ընտանիքի անդամների հետ կիսելու եւ համտեսելու, որ իրենց փոքրիկները իրենց ձեռքերով են պատրաստել։ Ձեր հոգեբան լինելը մասնագիտությամբ կարծում եմ, որ այստեղ իսկապես շատ մեծ ու շատ կարևոր դեր է, որովհետեւ դուք կարողանում եք այ հոգեբանական այս հմտությունները երեխաների մեջ մտցնել, հա, թեկուզ այդ ինչ որ բան պատրաստել, բաժին հանել եւ շփման այդ արվեստը եւ նաեւ շատ կարևոր առանձնահատկություն կա փաստորեն ներկերի, գույների միջոցով նաեւ իրենց զգացմունքները, իրենց հոգեբանական վիճակը արտահայտելու կարողությունը։ Այո, հենց այստեղ իմ հետևադրված տեսնում երեխաների աշխատանքները, նպատակը ոչ թե որ ինչ-որ գեղեցիկ աշխատանք անեն, որ տուն տանեն, դա էլ իր հերթին, իր տեղ ունի, որ իհարկե պետք է անենք, որ տանեն ցույց տան, բայց գլխավոր նպատակը այն է, որ այդ պահին իրենք ինչ են զգում եւ ինչպես են իրանց էմոցիաները փոխադրում թղթի վրա կամ ինչի հետ որ աշխատում են, կավ է, թուղթ է, ներկ է, վրձին է, շատ ժամանակ վրձինի փոխարեն տարբեր ուրիշ իրեր ենք օգտագործում, որպեսզի իրանք տեսնեն, որ ներկելու համար միայն վրձինը չէ, կարող ենք նաև տարբեր ուրիշ իրերով օգտագործել եւ ներկել եւ ընդհանուր գաղափարը այն է, որ երեխաները զարգացնեն իրենց հմտությունները եւ բոլոր զգայականները։ Ներկում ենք մրգերով, ներկում ենք ծաղիկներով, կավիճով, ամեն ինչ որ ունենք մեր առօրյայի մեջ, մենք փոխանցում ենք եւ միացնում ենք ներկին եւ նկարչությանը։ Բայց Անայդ հետաքրքիր բան նշեցիք սկզբից, որ միշտ նույնիսկ այստեղ խաղերը կազմակերպում եք եւ նույնիսկ դեռ այն ժամանակ ձեզ տեսագրության են հրավիրել, նկարահանել են եւ դա ցույց են տվել։ Այսինքն դուք մինչեւ հիմա այդ մանկության բոլոր խաղերի մեջ այդ պայծառ երանգները, ժպիտը, երեխաների երջանիկ լինելու հատվածը ձեզ դուր է գալիս, նույնիսկ ձեր պատմելուց է սա զգացվում։ Այո, ինձ համար դա մեծ ոգևորություն է, այսպես ասեմ, ես նույնիսկ եթե շատ հոգնած եմ կամ չգիտեմ, ինչ-որ բանից ներված, ինձ միայն պետք է ես գամ, լինեմ մանկապարտեզում իմ փոքրիկների հետ։ Այդքանով արդեն ամեն ինչ կավարտվի։ Դրանից բացի տեսնել փոքրիկներին, թե ինչպես են իրենք սկսում վաղ տարիքից, մեծանում, զարգանում եւ բոլոր հմտությունները սովորում, այդ արդեն ամեն ինչ է։ Այո, բոլոր պատասխանները ստանում է, որ կամ նույնիսկ ունենք երեխաներ, որ լացելով են տուն գնում։ Ծնողը գալիս է որ տանի, երեխաները չեն ուզում գնալ, լացում են։ Այո, ես պատկերացնում եմ, որովհետև այստեղ ամեն ինչ թույլատրվում է, այստեղ ամեն ինչ արվում է, որպեսզի երեխա երջանիկ լինի եւ յուրաքանչյուր ինչ որ բան փորձառություն է իր համար, այսինքն ինչ որ բան բացահայտելու հնարավորություն է տալիս եւ Peekaboo-ն եւ հիմա արդեն Play and Grow սիրելի հետևորդներ, դուք պարբերաբար տեսնում եք հասցեն հեռախ սա համար է, հավանաբար մեր հայրենակիցները, ովքեր այս հատվածում են, բնականաբար գիտեն, որովհետեւ այս հեռավորությունից երբ լսում ենք, մենք ուղղակի Անահիտի հետ կարելի է զրուցել, տեսնել մասնագիտական ճանապարհը եւ իր մարդկային տեսակը։ Գիտեք, մեկը միշտ քիչ է լինում։ Եթե մի ուղղությամբ մարդը շատ պրոֆեսիոնալ է, բայց իր էներգիայով չի լրացնում, այստեղ գուցե ինչ որ բան այն չէ։ Բայց այս դեպքում 11 տարվա փորձն էլ Peekaboo-ի հենց դրա մասին է խոսում, որ Անահիտ Հովհաննիսյանը իրականում եւ իր մասնագիտությունն էլ է ընտրել
ընտրել հենց երեխաներին սիրելով եւ երեխաներին բացահայտելու այս ուղղությունն ընտրել է եւ կարողանում է հիմա արդեն երկու child care-ում Peekaboo եւ Play and Grow իրականում երեխաներին խաղի միջոցով սեփական փորձառությունների վրա հենված հետաքրքիր ու երջանիկ մանկություն, դա իսկ սա շատ կարևոր հիմք է հաջող կյանքի համար։ Անահիտ, ես ուզում եմ հասկանալ, դուք նաև դասախոսում եք Փաստորեն քոլեջում, երեխայի զարգացման դասընթացն եք վարում։ Այս ամենը ինչպես եք կարողանում հասցնել, որովհետև ես գիտեմ, որ նաև 4 տարեկան հրաշքի մայր եք։ Այո, 4 տարեկան հրաշքի մայր եմ, որ ինձ ավելի ուժ է տալիս, ավելի շարունակելու այդ մեծ պարտականությունը, ինչի նաև չէ, որ ինքը տեսնի, որ այո, շարունակում ենք, պետք է անենք, պետք է ստեղծենք։ Դասավանդում եմ քոլեջում, Los Angeles Mission College-ում, դասավանդում եմ երեխաների զարգացման տարբեր դասընթացներ, սկսված հղիությունից մինչև հասուն տարիքը, նաև հատուկ երեխաների եւ հատուկ կրթության դասերը եւ նաև սովորեցնում եմ դասընթացներ, թե ինչպես բացել ընտանեկան մանկապարտեզներ, ինչպես բացել family child care ասվածները։ Այսինքն, երբ որ ինչ-որ մեկ նոր ուզում է սկսի 0-ից եւ ասում է, այո, ուզում եմ անել, ուղղակի չգիտեմ ինչից սկսել, այս դասընթացները նույնիսկ նրանց համար են։ Թե լինել դասախոս մեծահասակների լսարանում, թե լինել ուղղակի խորհրդատու ծնողների համար, որոնք փորձում են հասկանալ ինչից սկսեն եւ ուր տանել իրենց յուրահատուկ բալիկների համար, ինչի չէ նաեւ, թե լինում եմ հատակին նստած փոքրիկների հետ, իմ նպատակը այդ է, որ օգնեմ բալիկներին, օգնեմ փոքրիկներին եւ իրենց ընտանիքներին ճիշտ հասկանալ եւ ճիշտ օգնել իրենց փոքրիկներին, որ նրանք ավելի ճիշտ զարգանան։ Այո, ըստ էության խնդրով երեխաների հետ աշխատելը սա հատուկ արվեստ է, բայց դուք այդ ձեր մասնագիտացած եք եւ նաեւ ձեր դրական էներգիան կարծում եմ, որ մենք գիտենք շատ օրինակներ, որ կարճ ժամանակում իսկապես շատ դրական արդյունք արձանագրել եք։ Ամենասկզբից ասեմ, որ եթե ընտանիքում կա յուրահատուկ բալիկ, իրենց տարբեր առանձնահատկություններով միայն երեխայի հետ աշխատելով չի լինում, այսինքն նորից գալիս է թիմային աշխատանքը, որ պետք է աշխատենք երեխայի ծնողների հետ, երբեք հեշտ չի հասկանալ եւ ընդունելը եւ դա ժամանակ է պահանջում։ Եթե ծնողը չի հասկանում, չի ընդունում, շատ դժվար է։ Այսինքն պետք է սկզբից աշխատենք ծնողի հետ, հասկանանք, որ մենք միասին հասկանում ենք մեր նպատակը երեխային օգնելն է։ Եվ հետո հասկանանք, թե ինչպես օգնենք երեխային, որ տեսնենք այն արդյունքները, ինչը որ ուզում է յուրաքանչյուր ծնող։ Այստեղ հետևողականությունը եւ ժամանակին ուշադիր լինելը շատ մեծ նշանակություն ունի, չէ՞ Անահիտ։ Այո, բնականաբար, նույնիսկ մանկապարտեզում երկու մասնաճյուղերում էլ շատ ուշադիր ենք նայում ենք, որպեսզի հասկանանք երեխաները արդյոք հասնում են եւ անցնում են իրենց ճիշտ զարգացման փուլերով եւ եթե որևէ մի բան նկատում ենք, դա մեր պարտականությունն է, որ պետք է ծնողի եւ ընտանիքի հետ խոսել, բարձրացնել մեր մտահոգությունը եւ օգնել ծնողին գտնել ճիշտ ծառայությունները երեխային օգնելու համար։ Նույնիսկ եթե ծնողի համար շատ դժվար է ընդունելը, որպես մասնագետ, դա ես իմ պարտքն եմ համարում, որ պետք է ասեմ ծնողին, որ այո, ձեր երեխան ունի մի քիչ ավելի օգնության կարիք եւ մենք այստեղ ենք, որպեսզի ձեզ օգնենք, դուք միայնակ չեք։ Այս արտահայտությունը մենք այստեղ ենք, որպեսզի ձեզ օգնենք, սա երևի բացի մասնագիտականից մի քիչ ձեր բնավորության հետ էլ է, չէ՞ կապված Անահիտ, դուք այնքան դրական եք խոսում եւ այսպես հուսադրող, հա, ձեր խոսքը այդ ուժը ունի, հուսադրող, դեպի առաջ մղող, միշտ վստահեցնող, որ լավագույնը առջևում է։ Այո, ես միշտ ասում եմ, եթե կա խնդիր, կա լուծում։ Ուղղակի պետք է աշխատել միասին, որպեսզի կարողանանք ճիշտ գտնել, թե ինչից սկսենք, ինչպես աշխատել եւ ինչպես դուք ասեցիք, միայն աշխատելով չի, պետք է անես աշխատանքը սիրով, պետք է անես սրտանց։ Եթե չկա սերը եւ եթե չկա նվիրվածությունը, արդեն ոչ մի աշխատանք չի լինի։ Ոչ մի բան է իսկապես արդյունք չի լինի։ Ոչ մի բան չի լինի, այո։ Անահիտ, նաեւ թիմային աշխատանք է Փաստորեն արդեն երկու մանկապարտեզ եւ այս զբաղվածությունը շատ կարեւոր է հատկապես ընտանեկան child care-ի հիմնելու, հա, այս ընթացքում դուք նշեցիք, որ ձեր մայրիկի հետ եք, բայց ընտանիքի հետ աջակցությունը, դժվարությունները ընթացքում բնականաբար լինում են նաև դժվարություններ կամ սկզբում շատ են գուցե եղել, այդ աջակցությունը հոգեբանական թիկունքին լինելը եւ առաջ մղելը ընտանիքի
աշխատանքի կարևոր դեր է։ Կարծում եք, որ կնոջ համար սա իրականում շատ կարևոր մի հիմք է, աստիճան է, որից սկսելու դեպքում ավելի արդյունքները մեծ են լինում։ Այո, միանշանակ, հատկապես հայ կնոջ համար, ով ամուսնացած է եւ ունի բալիկ, պարտականությունները միայն աշխատանքը չեն։ Ես շատ շնորհակալ եմ, որ ունեմ ամուսին, ով ինձ ամեն հարցում օգնում եւ աջակցում է եւ իմ թիկունքում է, որպեսզի ես ինչքան է հոգնած լինեմ շարունակել անել այն, ինչը որ ես իրոք սրտան շատ սիրում եմ։ Ծնողներս բոլորը, ովքեր որ կան իմ շրջապատում, ինձ օգնողները, ինձ հասնողները, բոլորին շատ շնորհակալ եմ եւ նաեւ առանց մեր մանկավարժների, մեր երկու մասնաճյուղերի ուսուցչուհիների եւ մանկավարժների այս ամենը ուղղակի հնարավոր չի։ Եվ նույնիսկ մանկավարժ ընտրելը դա հեշտ չէ, նույն ձև պետք է, այսինքն այնքան մենք համոզված լինենք, որ իրանք էլ են անելու սրտանց, իրանք էլ են լինելու հոգատար եւ ուղղակի չեն անելու աշխատելու համար, այլ անելու են, որովհետեւ դա ուզում են, որովհետեւ իրենց նպատակն է երեխաներին առողջ տեսնելը։ Այո, իսկապես։ Սերը այս օրերին մենք շատ ենք խոսում շնորհավորանքների, գնահատանքի, գնահատված լինելու մասին, բայց երևի ամեն ինչ սկսում է հենց ներսում ունեցած այդ սիրուց, սերը տալուց, հա։ Յուրաքանչյուր աշխատանքի մեջ, երբ սիրով ես մոտենում, կարծես հաջողելու հնարավորություններն են իսկապես ավելի մեծ լինում, Անահիտ։ Այո, լրիվ համաձայն եմ, սերը բանալին է ամեն հարցում։ Եթե չկա սեր, արդեն ոչ մի բան չեն կարողանա անել։ Սերը եւ գնահատելը դիմացինին, գնահատելը թե դիմացինը ինչպես է քեզ օգնում կամ միայն նրանց ներկայությունը, որ իրեն կան քո կյանքում։ Երևի իմ բնավորության մասն է դա էլ, որ սիրում եմ սիրել, սիրում եմ գնահատել դիմացինին։ Եվ այդպես էլ այդ սերմերն էլ տալ մեր փոքրիկներին, որ տեսնել աղջկաս եմ փորձում ինչքան հնարավոր է հայեցի մեծացին։ Ես 22 տարի ապրում եմ Լոս Անջելեսում, Հայաստանում չեմ բնակվում, բայց միևնույն է ամեն ձև փորձում եմ իմ աղջկան պահել, ինչքան հնարավոր է հայեցի, սովորեցնելով մշակույթը, մեր բանաստեղծությունները, մեր հեքիաթները, մեր արվեստը, մեր ավանդույթ, ամեն ինչը, ինչքան որ հնարավոր է, ինչքան որ կարողանում եմ, եւ նորից ընտանիքիս եւ ուսուցիչների օգնությամբ եւ շնորհքով։ Առանց պլանավորման ոչինչ հնարավոր չէ։ Այո, ժամ առ ժամ ամեն ինչ պետք է գրանցված եւ պլանավորված լինի։ Ունեմ օրակարգ, որ առանց դրա երևի անհնար կլինի աշխատելը եւ շարժվելը, այսինքն ես պետք է շատ սթափ գիտակցելով իմանամ իմ օրվա օրակարգը, ինչից պետք է սկսեմ եւ ինչից պետք է վերջացնեմ։ Փորձում եմ ամեն ինչը, երբ որ դասավանդում եմ, միայն դասավանդելը չի, դրանից բացի կա գնահատելը, պլանավորելը, այդ ամեն ինչը եւ փորձում եմ այդ ամեն ինչը անել այնպիսի ժամերի, որ իմ մանկապարտեզի փոքրիկները եւ իմ դուստր, իմ աղջիկը չտոժվի, այսինքն երբ որ հանգստյան օրեր են, ես ամբողջությամբ նվիրված եմ լինում իմ ընտանիքին, իմ աղջկան, որ իրենց հետ անցկացնեմ։ Սիրում եք հետևել այս օրակարգին։ Այո, ոչ միայն հետևել, այլ նաեւ սովորեցնել մեր փոքրիկներին, երկու մանկապարտեզներում եւ երկու մասնաճյուղերում էլ ունենք հատուկ մշակված օրակարգ, որ նույնիսկ երեխաները արդեն գիտեն ինչից է օրը սկսվում, որ ժամին ինչ են անում, երբ են լվացվում, երբ են պատրաստ, ամեն ինչը ժամով, հերթականությունով, խաղի միջոցով է ճիշտ է ամեն ինչը, բայց դրա հետ մեկտեղ պետք է սովորեն եւ պատրաստ լինեն հետագայում դպրոց գնալու համար։ Այո, դպրոցին արդեն պատրաստ լինելու համար իսկապես կարևոր է այսպես հասկանալ եւ առհասարակ կազմակերպված հիմա մեր ժամանակները ինչ որ առումով նաեւ ճիշտ կազմակերպված օր ունենալու, ամիս ու տարի ունենալու ժամանակներ են։ Գուցե նախասիրություններ կամ հոբի ունեք, որ հանգստի ձեր տարբերակը։ Կհավատաք թե ոչ, բայց իմ հանգիստը նորից ձեռքերով կպնելով, դիպչելով ինքս իմ զգայականները հմտացնելով իմ աղջկա միջոցով, այսինքն նույնիսկ ազատ ժամանակ մանկապարտեզից դուրս մենք իրար հետ շարունակում ենք խմորեղեններ, ինչ-որ թխել, ինչ-որ տարբեր բաներ անել, նկարչական բաներ, սենսորային խաղեր անել, այսինքն ես ինձ միշտ խաղի մեջ եմ տեսնում ինքս իմ էությունով, այդպես է, որ ինձ պետք է դա, ինձ այդ երեխաների էներգիան ինձ ամեն ինչ տալիս է։ Այո, շնորհակալ եմ շատ Անահիտ, շատ հաճելի էր ինձ իրականում, որովհետև գիտեք
ոչ միայն բառերով, այլև ձեր այդ էմոցիաները կարծես այսպես օվկիանոսի այն կողմից ստանում ենք արդեն այնքան իրական են, որ իրականում կարելի է երեխաների միջավայրում այսքան էներգիա ստանալ եւ այսքան վայելել կյանքը։ Դուք սիրում եք այն ինչով որ զբաղվում եք, դրանից շատ մեծ հաճույք եք ստանում եւ ես շատ ուրախ եմ, որ ես չգիտեմ, գուցե իրավաբանության դեպքում էլ մեծ լինեին հաջողությունները, բայց այստեղ դուք շատ ձեր տեղում եք իրականում։ Երեխաները այս առումով իսկապես շատ շահում են։ Շնորհակալ եմ շատ Լիլիթ ջան։ Իրոք այո, իմ նպատակն է փոքրուց, որ օգնեմ, նույնիսկ եթե կկարողանամ իմ օրվա մեջ երեխաներից որևէ մեկի կյանքում ինչ-որ մի բան փոխել դրական ձևով, թե կլինի դա իրենց կրթության համար, թե հատուկ զարգացող երեխաների համար, նույնիսկ եթե մի երեխայի կյանքը կարող եմ փոխել, դա արդեն ամեն ինչ է։ Այո։ Շնորհակալ եմ շատ։ Ես կարծում եմ, որ իսկապես պիտի շատանան ձեր հիմնած child care-երը, մասնաճյուղերը, որովհետև դուք կարողանում եք ստեղծել մի միջավայր, որտեղ երեխաները երջանիկ են, որտեղ համաչափ զարգացածության այս կարևոր սկզբունքը պահպանվում է եւ որտեղ գրագետ հոգեբանորեն կայուն երեխաներ, մարդիկ եք դուք ճանապարհում դպրոց։ Ինձ շատ հաճելի էր անկեղծ Անահիտ։ Շնորհակալ եմ շատ Լիլիթ ջան, ինձ էլ շատ հաճելի էր։ Շնորհակալ եմ հրավերի համար նորից։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի հետևորդներ, իրականում գիտեք շատ միշտ հաճելի է որ հատվածում է լինի աշխարհում, երբ կարողանում ես դու հասկանալ, որ մարդը եւ իր ընտրած մասնագիտությամբ եւ իր տեսակով ներքին, հոգեբանական կառուցվածքով շատ իր տեղում է։ Երեխաները իրականում այս միջավայրում կարող են երջանիկ լինել։ Դուք տեսնում եք հեռախոսահամարը, դուք տեսնում եք հասցեմ վստահաբար շատ-շատերը գիտեն, ովքեր որ չգիտեն, ընդհանրապես կարելի է մեկ անգամ այցելել եւ հասկանալ, որ գիտեք, մի ժամանակ ասում էին, որ երեխաների համար ամենակարևոր բանը տարիքը պիտի մայրիկները իրենց կողքին լինեն, իսկ հիմա ժամանակները փոխվել են եւ գիտեք, շատ կարևոր է երիտասարդ ծնողների համար գտնել ճիշտ տեղ իրենց երեխայի համար, որովհետեւ երբ դուք վստահ եք, որ դաստիարակության ամեն ինչի ոչ թե ինչ որ բաներ սովորեցնելու, այլ հոգեբանորեն ամբողջական զարգանալու ճիշտ միջավայրում է երեխան, դա նշանակում է դուք մեծ ու շատ կարևոր մի բան արդեն արել եք։ Միշտ ես այս նախադասությունը կրկնում եմ, շատ ավելի կարևոր է ճիշտ նախակրթարան ընտրել, քան ճիշտ բուհ ընտրել հետագայում, որովհետև այստեղ է ձևավորվում մարդը։ Եթե ուզում եք հետո ողջ կյանքի ընթացքում կարողանալ խնդիրներին դեմքով նայել, այդ խնդիրներից չխուսափել, այլ ուղղակի հասկանալ ինչ ճանապարհով պետք է լուծել, ուրեմն այս տարիքը վստահեք պրոֆեսիոնալներին։ Իսկ այսօր մենք զրուցում էինք իրական պրոֆեսիոնալ մասնագետի հետ եւ ես շատ ուրախ եմ, որ այսպիսի բացառիկ պրոֆեսիոնալը նաեւ 11 տարի առաջ արդեն հիմնադրել է Peekaboo Child Care-ը, իսկ հիմա արդեն ընդամենը օրեր ու շաբաթներ առաջ երկրորդ մասնաճյուղն է նաեւ բացվել Play and Grow այս Child Care-երում երեխաները իրականում խաղերի միջոցով կարողանում են հոգեբանական ու ամբողջական զարգացման այս փուլը անցնել իրենց կյանքի եւ վստահ կարելի է ասել, որ շարունակությունը լինելու է շատ կայուն հիմքի վրա։ Peekaboo եւ Play and Grow Child Care-ի հիմնադիր տնօրեն, երեխաների զարգացման եւ աուտիզմի մասնագետ Լոս Անջելեսի քոլեջի դասախոս Անահիտ Հովհաննիսյանի հետ էինք այսօր զրուցում։ Ամեն անգամ իրականում հասկանում եմ, որ կանանց մեջ կան բացառիկ օրինակներ, երբ իրականում կարող է երազանքի ետևից գնալ եւ այնքան ճշգրիտ քայլերով ու հասկանալ, որ իսկապես աշխարհում կարող է ինքը երջանիկ լինել, որովհետեւ կարողանում է շատերի կյանքում ինչ որ բան փոխել։ Անահիտ Հովհաննիսյանը շատ հետաքրքիր արտահայտություն արեց, ասաց ես շատ մեծ էներգիա եմ ստանում, եթե կարողանում եմ մեկ երեխայի կյանքում ինչ որ բան փոխել։ Իրականում, գիտեք, երբ մասնագետը ճիշտ տեղում է, մեկ երեխայի կյանքում մեկ օր փոխելը հսկայական մի բան է։ Եվ այսպես փոքր քայլերով է, որ միշտ հնարավոր է հասնել հաղթանակների։ Իսկ ինչ է երջանկությունը։ Երջանկությունը ոչ թե ինչ որ մի տեղ է, որտեղ մենք ի վերջո հասնում ենք, այլ դեպի այդ տեղը գնալու այս փոքր քայլերին ուշադիր լինելու արվեստը։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։